բավարար գերբով չեն լսվիր։ Այլ բարականերու ժամանակագից աշխարհը այնքան արագ եւ սպառեցնող դարձած է, որ երիտասարդը հերացած է ասկային կյանքեն։ Երբեմն նաեւ եկեղեցին գնալ բավարար գերբով չի մոտենալ երիտասարդին լեզվով կամ մտածողությամբ, եւ այդ պատճառով երիտասարդը գնա ըսկալ թե եկեղեցին հերույ է իր առօրյա իրականութենեն։ Սակայն իրականության մեջ կան նաեւ շատ երիտասարդներ, որոնք դարավին կփափակին իմաստալից կապ հաստատել իրենց հավատքին եւ արմատներուն հետ։ Այսօր շատ կարեւոր է, որ եկեղեցին ոչ միայն քարոզե, այլ նաեւ լսե, հասկանա եւ ուղեկցի երիտասարդին իր կյանքի ճանապարհի մեջ։ Շատ բարի։ Ինչպես կրնա եկեղեցին ավելի մոդը լալ երիտասարդության։ Եկեղեցին պետք է երիտասարդին մոդենա սիրով, վստահությամբ եւ լսելու պատրաստակամությամբ։ Երիտասարդ այսօր միայն քարոզ չէ որ կփնտրե, այլ ապրող օրինակներ։ Երբ ան կտեսնե հոգեվորականներ եւ ասկային առաջնորդներ, որոնք անգերց գերբով գետակրկրվին իր կյանքով, ավելի ճյուրին կմոդենա եկեղեցվո։ Եկեղեցին գնա գազմագերբել երիտասարդական հավաքներ, մշակութային նախաձեռնություններ, գամավորական ծառայություններ եւ բաց քննարկումներ։ Բայց ամենակարևորը եկեղեցին պետք է երիտասարդին ըսկացնել դա, թե ինքը սիրված է եւ կարևոր մասնիկ մնե անդամ մնե ասկի մեջ։ Շատ բարի։ Քալով ասկային ինքնության։ Ասկային ինքնությունը այսօր կարելի է պահպանել սպյուրքի մեջ եւ ինչպես։ Սպյուրքի մեջ ինքնությունը բահելը ավելի քիդագից ջիկ կբահանջե։ Լեզուն, եկեղեցին, հայկական դպրոցը, ընտանիքը եւ մշակութային միությունները միասին կկազմեն ասկային ինքնության պաշտպանական շղթան։ Ու եթե երիտասարդը միայն դոնական արիթներու հայկականությունը ապրի, ինքնությունը հետեւաբար մագերեսային կդառնա։ Պետք է ստեղծել ապրող հայկական միջավայր, որ երիտասարդը ոչ միայն գաբրի իր պատմությունը, այլ նաեւ գաբրի հայկական կյանքը իր առօրյայի մեջ։ Այսօր արդյոք քիդական ուսումնասիրություններ կան, որոնք կհաստատեն եկեղեցվո թերը երիտասարդության ինքնության մեջ։ Այո, այսօր բավական ուսումնասիրություններ կան, որոնք կհաստատեն եկեղեցվո թերը երիտասարդության ինքնության մեջ։ Վերջին տարիներում մանավանդ շարք համալսարանական ուսումնասիրություններ ցույց տված են, որ կրոնական եւ մշակութային պատկանելիությունը թրական ասպետություն ունի երիտասարդներու հոգեբանական գայունության եւ ինքնության ձևավորման վրա։ Օրինակ, համալսարանական ուսումնասիրությունը կշեշտե, թե հայ երիտասարդներուն համար եկեղեցին ասկային պատկանելիության կարևոր խորհրդանիշ մնե։ Ուրիշ ուսումնասիրությունը եւս կնշե, թե երիտասարդները հոգեվոր միջավայրերու մեջ ավելի թյուրին գերբով գիմաստավորեն իրենց կյանքը եւ ավելի ամուր ասկային գաբեր կզարգացնեն։ Շատ բարի։ Լավ, երիտասարդությունը ինչպես կրնա դառնալ ասկային վերածնունդի ուժ։ Ամեն սերունդ իր բացմական առաքելությունը ունի։ Այսօրվան երիտասարդը կրնա դառնալ ասկային վերածնունդի շարժիչ ուժը, նախ գրթությամբ, գամավոր ծառայությամբ, մշակութային պահպանմամբ եւ համայնքային կամ ասկային ներգրավվածությամբ։ Երբ երիտասարդը միայն իր անձնական հաջողությունը չի մտածեր, այլ նաեւ ժողովրդին ապական հոնգը սկսի իսկական փոփոխությունը։ Պատմությունը ցույց կտա, թե ասկերու վերածնունդը միշտ սկսած է երիտասարդության կողմէ։ Այս ամբողջ գործընթացին մեջ ինչ թեր ունի ընտանիքը, եթե ունի անշուշտ։ Ընտանիքը առաջին դպրոցն է։ Երեխան նախ ընտանիքին մեջ կսորվի աղոթել, հայերեն խոսել, հայերեն գարտալ, հայ մշակույթը ստիրել եւ պատկանելիության զգացում ունենալ։ Եթե ընտանիքը անդարբեր լա, դպրոց եւ եկեղեցին միասին դժվարություն պիտի ունենան հետեւաբար։ Երբ ընտանիքի մեջ գոյություն ունենան միասնականություն, սեր եւ ասկային գիտակցություն, երիտասարդը ավելի ամուր ինքնություն կզարգացնի։ Շատ բարի, բարոն Ռաֆի։ Անցյալ ամիս նկատի ունենալով, որ նյութը քիչ մեր ասկային կյանքի մեջ հետաքրքրական նյութ մնե, անցյալ ամիս
մենք պարաբանց գերբով դոնեցինք մեր հայ աշխարհի մեջ, թե Հայաստանի մեջ եւ թե Սփյուռքյան մեր կյանքի մեջ մայիս 28-յան հաղթանակը։ Առ այդ մայիս 28-ը այսօր երդասարդ սերունդին համար ինչ պատկամ ունի։ Ուրեմն մայիս 28-ը միայն պատմական հաղթանակ մտչե մեզի համար իբրև հայ ժողովուրդ, այլ հույսի եւ պատասխանատվության խորհրդանիշ է։ 1918-ին հայ ժողովուրդը ամենադժվար պայմաններում մեջ կրծավ վերականգնել իր pedagogiությունը։ Այդ սերունդը չուսադեցավ, այլ բայկարեցավ եւ ստեղծեց աբակա, անկախ երկիր։ Այսօր այդ պատկամը կհիշեցնե մեր յուրաքանչյուրին, իբրև երիտասարդներ, իբրև երիտասարդություն, թե նույնիսկ դժվար ժամանակներում մեջ կարելի է հավատալ, բայկարիլ եւ գառուցել։ Շատ բարի, դասահարցումները բավական այսպես գարջ, ամփոփ եւ հստակ ուղղությամբ լավ է սիրելիներ, անոնք որոնք մեզի նոր գմիանան, բարձրապես հիշեցումն է, Ռաֆին է որ գխոսի, ասկ եկեղեցի եւ երդասարդ խորակրով։ Մենք առնենք մեր տատարը, որ մեր յետք դարձյալ գմիանանք։
Շատ բարի անոնք որոնք նոր միացան հիշեցումն է որ կգադարենք բարոն Ռաֆի Աբրահամյանը գխոսի մեզի ազգ եկեղեցի եւ երիտասարդ խորակրով շարունակենք բարոն Ռաֆի շատ բարի ինչպես կարելի է համադեղել արտիականությունը եւ ազգային եկեղեցական արժեքները Ուրեմն արտիական ըլլալը չի նշանակեր նախ արմատներեն հերանալ կամ արմատներեն գդրդվիլ Կարելի է մեր ժամանակագից աշխարհի մեջ հաջողել եւ միաժամանակ բահբանել թե լեզուն, թե հավատքը եւ թե մեր ազգային արժեքները Իսկական զարգացումը այն է երբ մարդը գահարաչանա առանց իր ինքնությունը գործընծնելու Այսօր շատ հայ երիտասարդներ բարձր գրթություն կստանան եւ միջազգային հաջողություններու կհասնին միաժամանակ մնալով հավատարիմ թե իրենց հավատքին, թե ազգին եւ եկեղեցու Շատ բարի նկատի ունենալով որ շատ երիտասարդներուն գուղես խոսքդ երիտասարդները այսօր ինչ ցևով գրնան ծառայել իրենց համայնքին Ծառայությունը միայն այսինքն մեծ նախաձեռնություններով չէ երիտասարդը գրնա գամավոր աշխատանք կատարել մասնակցել գրթական կամ մշակութային ծրագիրներու օգնել գարիկավորներուն կամ օրինակ ծառայել իր շրջապատի մեջ երբ երիտասարդը ազգի մեջ պատասխանատվություններ ստանձնե ան ոչ միայն ուրիշներուն գոքնե այլ նաև ինք կզարկանա որպես մարդ եւ աբակայի առաջնորդ Շատ բարի լավ հիմա մյուս կոմենտի դենք հարցը ինչ վտանգներ կրնա ստեղծել ազգային ինքնության գորուստը Ուրեմն շատ կարևոր արդյունքն է այս մեկը երբ ժողովուրդը կգործընծնե իր լեզուն մշակույթը կամ ասենք հիշողությունը ժամանակի ընթացքին գտուլանա իր միասնականությունը ինչ որ գվտանգեմ ազգի ինքնությունը ազգային ինքնության գորուստը գստեղծե արմատազուրկ սերունդներ ինչ որ վտանգալի է մեզ համար որոնք նաև դժվարություն ունենան հասկանալու իրենց պատկանելիությունը իբրև երիտասարդ չեն հասկանալ իրենց պատկանելիությունը
Այս պատճառով ինքնության բահբանումը միայն անցյալին գաբված հարցը չէ, այլ նաև աբակայի ապահովության հարցն է մեր բոլորիս համար, որ պետք է աշխատենք բահբանելու համար։ Շատ բարի։ Հայերեն լեզվին կանք։ Ինչու հայերենի բահբանումը այսքան կարևոր է երիտասարդության համար։ Մեր այս օրերուն հայերենի բահբանումը չափազանց կարևոր է, միայն կարևոր չէ, շատ կարևոր է երիտասարդության համար։ Պետք է ամեն երիտասարդ պատասխանատվությունը ստանցնի բահբանելու համար մեր մայրենի լեզուն։ Քանի մենք հայերենով կգարտանք մեր պատմությունը, մեր աղոթները, հայերեն կխոսենք մեր դուներեն ներս։ Եվ նաև, ինչպես ասի, գարտանք հայերեն լեզվով մեր պատմությունը, մեր բանաստեղծությունները, մեր քրագանությունը։ Երբ երիտասարդը կգործընծնի իր լեզուն, ան աստիճանաբար կհեռանա իր մշակույթին։ Եվ ահա թե ինչու հայերենի ուսուցումը եւ կորձածությունը ասկային առաջնահերթություն պետք է լա մեր բոլորիս համար։ Երալի բանանի մեջ եւ սպյուրս աշխարհի։ Շատ բարի։ Ընկերային ցանցերը աստեցություն ունին երիտասարդության ինքնության վրա եւ ինչ են։ Ուրեմն ընկերային ցանցերը գրնան օգտակար լալ գիտելիքի եւ հաղորդակցության համար, բայց նաեւ գրնան դարաձել մագերեսային մտածություն եւ գնամսել նաեւ անհադաբաշտություն թշվախտապար։ Շատ երիտասարդներ այսօր իրենց արժեքը գճապեն արդակին քնահատականներով թշվախտապար նաեւ գսեմ։ Ուստի կարևոր է, որ երիտասարդը զարգացնե իր մեջ ներքին արժեքներ եւ գիտագից գերբով օգտագործե ընկերային ցանցերը եւ այս ժամանակագից միջոցները նաեւ։ Շատ լավ բառ մկործածիք ժամանակագից։ Եկեղեցին ինչպես գրնա օգտվել ժամանակագից հաղորդակցության միջոցներեն։ Եկեղեցին այսօր զանազան միջոցներով նաեւ գրնա, այսինքն հաղորդակցությունը ստեղծել երիտասարդության հետ։ Այսօր եկեղեցին գրնա հասնել երիտասարդության համացանցի միջոցով, դեսանյութերու, հաղորդաշարերու եւ ընկերային ցանցերու միջոցով։ Շատ երիտասարդներ առաջին անգամ հոգեվոր նյութերու հետ կծանոթանան գնանցել ընկերային ցանցերու միջոցով։ Եթե եկեղեցին կարողանա ներկա ըլլալ այս միջավայրերու մեջ առանց գործընծնելու իր արժեքները, ապա գրնա ավելի լայն, ասենք, աստեցություն ունենալ երիտասարդության վրա։ Շատ բարի։ Այս բարդ դակնաբալից դժվար ժամանակներուն մեջ ինչպես կարելի է երիտասարդության մեջ հույս ներշնչել։ Ուրեմն այս հարցումը թե դժվար է, թե պատասխանելը, քանի այս պայմաններում մեջ նախ հույսը գսկսի, ասենք, պատկանելիութենեն եւ իմաստավոր կյանքեմը։ Երբ երիտասարդը ըսկա, թե ինք արժեք ունի եւ նույն ադեն առաքելություն ունի այս աշխարհի մեջ, ավելի վստահ գնայի իր աբակային, ավելի ինքնավստահ գլա։ Եկեղեցին, ընտանիքը, դպրոցը, համայնքը, ասկը միասին այսօր համագործակցությամբ գրնան ստեղծել այնպիսի ապահովս միջավայրը, որ երիտասարդը ըսկա, որ ինքը միակ չէ այս բոլոր բայկարներում մեջ, այլ նեցուկ կանգնող ունի երկովը։ Մինակ չէ առանցին չէ, քանի առանցնությունը դժվար է այսօր մեր այլ առօրյա աշխարհի մեջ։ Շատ բարի։ Լսած եմ, Ռաֆի, որ երիտասարդուհիներ մանավանդ այս 21-րդ դարում մեջ գսեն թե մեր հայոց պատմութեն շատ չեն գուզեր գիտնար, ավելի լավ է օդարներուն պատմությունը գիտնանք։ Այսօր այդ հայոց պատմությունը, որ մենք մեր նախնիներեն սորված ենք, մեզի թասեր գուդա, հատկապես երիտասարդ սերունդին։ Ցավոք սրտով եւ դժբախտաբար շատ գաղտնի երիտասարդներու համար հայոց պատմությունը ցանցրացուցիչ նյութ է կամ չեն հետաքրքրվիր հայոց պատմությամբ, բայց պետք է միայն մեկ բան ասել, թե հայոց պատմությունը թարեր շարունակ եւ մինչեւ այսօրս մեզի գսորվեցնե լալ դոգուն եւ նաեւ գսորվեցնե հավատք եւ վերածնունդ։
Մեր ժողովուրդը բազմաթիվ դժվարություններ հաղթահարած է, բահելով իր ինքնությունը եւ հավատքը, գարչած մնալով իր արմատներուն։ Հետևաբար այս բաթմությունը երիտասարդին գհիշեցնե, թե դժվարությունները վերջ չեն, այլ երբեմն նոր սկիզբի արիտներ կնան ստեղծել մեր բոլորիս համար։ Այլ խոսքով, այսինքն օդար բաթմություններ թող գիտնան, բայց հայոց բաթմությունը պետք չէ մոռնան։ Այս է։ Պետք է սորվին։ Ճիշտ։ Հետևաբար գիտակցություն ուզե։ Ճիշտ այդ մեկը։ Շատ բարի։ Լավ, գիտակցությունը ասինք այսօր ինչ կնշանակե գիտագից հայ երիտասարդ լալ։ Գիտագից հայ երիտասարդ լալ նախ եւ առաջ կնշանակե գարչած մնալ իր բաբենական արմատներուն, զարգանալ թե գրթությամբ եւ նաեւ պատասխանատվություն ըսկալ ասկին եւ եկեղեցու հանդեպ։ Նաեւ կնշանակե գիտագից երիտասարդ լալ նաեւ կնշանակե միաժամանակ հավատարիմ մնալ սեփական արժեքներուն, քանի որ այս բոլոր մեր արժեքները կանց են, որ մեր պատասխանատվությունն է իբրև երիտասարդներ բահել եւ զայն ժառանգենք նոր աբակայի սերունդներուն։ Ուրեմն այսպիսի երիտասարդը ոչ միայն իր անձնական հաջողությունը կփնտրե, այլ նաեւ իր ժողովրդին բարօրությունը։ Շատ բարի։ Վերջապես դուք իբրև հայ երիտասարդ վստահ եմ, որ ըսելիք ունիք մեր երիտասարդույներուն։ Խնդրեմ։ Իմ բատկամս երիտասարդության բիդելլա հետևյալը, որպես նաև ես հայ երիտասարդը գնամ ասել իմ երիտասարդ քույրերուս եւ եղբայրներուս նախ մի ամճնակ ձեր ինքնութենն, մի ամճնակ հայ ըլլալն։ Այսօր դժվար է, սպյուրքի մեջ հայ մնալը դժվար է եւ բայկար մնե, որ մենք կմղենք իբրև հայ ժողովուրդ եւ հայ երիտասարդություն։ Ցուրումը վտանգ մնե, որ մեզ, որ բոլորիս վտանգ է մեր բոլորին ինքնությունը կվտանգ է։ Գնամ նաև բատկամ ուղել սորվեցեք ձեր բաթմությունը եւ բահեցեք ձեր լեզուն, ձեր մայրենի լեզուն, մեր հայեր, մեր բոլորիս սիրելի հայերենը։ Մոդեցեք ձեր եկեղեցու եւ ծառայեցեք ձեր ժողովրդին, սիրով ծառայեցեք։ Ասկմը գշարունակե ապրիլ այնքան ադեն, որքան իր երիտասարդությունը արթուն է, քիդագից է եւ իր արմատներուն գարչած է եւ իր արաքելության գարչած է նաեւ։ Այսօր բոլորս մենք արաքելություն ունենք, որ պետք է կատարենք։ Լա աշխարհական կամ հոգեվորականներ։ Գնամ նաեւ ասել երիտասարդներուն, թե դուք այսօրվան սերունդը չեք միայն, այլ նաեւ դուք վաղվան բաթմությունը քրողներն եք։ Հետևաբար բոլորիս պատասխանատվությունն է աշխատենք միասնաբար եւ գշեշտեմ այդ բառը համագործակցությամբ, որբեսի առողջ երիտասարդությունը բահենք մեր սպյուրքի մեջ։ Շատ բարի, շնորհակալություն Ռաֆի վարձկենիդ կդար։ Իսկապես որ այս հարցերը մեր երիտասարդներ են, երիտասարդուհիներ են, մեր հին սերունդեն նաև եկած հարցումներ են, որոնք այսօր բանացայինի միջոցով եւ այս մեր հարցազրույցի միջոցով պատասխանեցիք։ Վարձկենիդ կդար, ասված ուժերնիդ ավելցնե, խնդրեմ։ Փագելը առաջ մեր հայդակիրը սիրելիներ, ագանչալուր բիդելլանք Դավիթ Մարգարեին Պերնով արդասանված Սաղմոսներեն հատվածը։ Գփարապանեմ քեզ դեր, որովհետև զիս ազատեցիր եւ թույլ չդվիր, որ թշնամիներս խնդան իմ վրաս։ Դեր իմ Աստվածս, քեզ օգնության գանչեցի եւ տուն զիս բժշկեցիր։ Զիս մահվնեն ետ ցանկի բերիր, երբ մահվան փոսը գիչնեի։ Դիրոջ ներփող երկեցեք, թուք անոր հավատարիմներ, կոհապանեցեք անոր սուրբ անունը։ Միայն վարգյամը գդեվե անոր սաստիկ բարգությունը, մինչդեռ անոր հաջությունը ամբողջ կյանք մը գդեվե։ Ճիշտ ինչպես որ իրիկվան հետ լացն ու արցունքը գտատրին եւ արավոտը կբացվի ուրախությամբ։ Լավ օրերուս գխորհեի, թե ովևէ բան չի գրնար զիս սասանել։ Տուն է որ դեր հաջությամբ զիս լերան պես անշարժրիր։ Հազիվ երեսը դարձուցիր, ահա խրովքի մատնվեցա։ Դեր գաղաչեմ, գաբաղադիմ դեր,
ինչ կշահիս իմ մահովս, եթե կերեզման իջնեմ, միթե փոշի դառնալը յետ գրնամ քեզ կոհապանել, գամ գրնամ բատմել հավատարմությունդ, լսե ով դեր, ողորմե ինձի, դեր օգնական եղիր ինձի, ողբս բարի վերածեցիր, սուքի հակուստս հանեցիր եւ ինձի ուրախությանս կես թաքցուցիր, որբեսի ես քեզի ներփող երկեմ անտատար, դեր իմ Աստվածս, հավետ կողություն քեզի, ամեն, բարի գիշեր եւ հաջելի ունգընտրություն.